Նիկոլայոսի գործերը։ Ես բան ասեցի, զուրդիկն ասեցի։ Ես մի տարի ասում եմ, այսպես ասում եմ չէ։ Ամեն, ժամկետ չկա։ Այո, դիգի բարգդայում։ Իմիջայելով ժողովուրդ ջան, այո, մեկ վարկյան։ Կրկի մասին խոսելիս ասում եմ Թոմասը հարց ուներ կարծեմ շրջանցեց, բայց քաղաքականություն եւ եկեղեցի, քաղաքականություն եւ հոգեվոր կյանք սրանք ինչպես են համադրվում եւ այս գրքի նաեւ փորձել ենք այդ զուգադրումը ներդաշնակությունը տեսնել, որ առանց բարոյական հիմքի քաղաքականություն գոյություն չունի։ Մնացած բոլոր այս ստերն են, որ մեզ պատում են։ Եվ դրա համար էլ քաղաքական գործիչներին ճակերտավոր ասած, ընդհանրապես ընկալում են որպես ստախոս։ Այդպես է, բայց ես այդպես չեմ համարում։ Ես ասում եմ, որ հիմքն է, երբ որ բարոյականությունը վերցվում է, դառնում է ստի պատմություն քաղաքականությունը, մի օր այսպես, վաղ այլ կերպ։ Բայց Սուրբ Գիրքը իր ամբողջության մեջ Աստվածաշունչ Մատյանը, իր ամբողջության մեջ ծայրից ծայր ինքը իր հոգևոր բովանդակությամբ հիմքը լինելով քաղաքական պատմությունը։ Հիմքը տակարանը վերցրեք սկզբից մինչև վերջ, հենց Ավետիաց երկիր ինքը քաղաքական տերմին է։ Թագավորների պատմությունը, ազգի ձևավորման պատմությունը, դատավորությունից թագավորության անցնելու պատմությունը եւ այսպես շարունակ։ Իսկ նոր կտակարանում առավել ևս, երբ մեր Տերը հենց սկզբից 5-րդ գլխում իր քարոզչությունը սկիզբը սկսած, երբ խոսում է սահմանադրության մասին, առաջին անգամ աշխարհին դիմելով երանիները ասելով, այդտեղ նաև խոսում է մեր սիրած տերունական աղոթքի մասին, որի տողերից մեկը հետևյալն է. Եկեղեցի արքայություն քո, թող գա քո արքայությունը։ Ինչի մասին է խոսում սա։ Վերացական բան չէ արքայություն, ոչ էլ տեղի փոփոխությունը, այլ արժեքի փոփոխություն, քաղաքական փոփոխությունը, եւ դրա համար էլ երբ որ Հիսուսին խաչում էին, խաչեցին որպես քաղաքական գործիչ, որպես թագավոր հրեաների, ոչ այլ բանի համար։ Այսինքն այդ հայրմեր աղոթքը նաեւ այդ քաղաքական ուղերձն է տալիս, թող գա քո արքայությունը, այսինքն գա արժեքների, ժամանակի, ոչ թե տեղի, այլ արժեքի, մտածողության, այն պայմանները, չափանիշները, չափորոշիչները, կանոնները, որոնցով դու ուզում ես, որ մարդկությունը ապրի։ Սա քաղաքական փոփոխության մասին է, համակարգի փոփոխության մասին է, մտածողության փոփոխության մասին է, եւ առաջին ազդարարումն է դա։ Դժբախտաբար մեր կյանքում, մեր իրականության մեջ շատ հաճախ քաղաքական դաշտում, եթե չասեմ մեծ մասամբ, բացակայում ես հոգևոր ընկալման աչքը։ Տարանջատված է ինչ-որ, հոգևոր գաղափար ինչ-որ վերացական մի բան է, վերացական, անձեռնմխելի, անհասանելի, ինչպես կասեն Շամշադինում, untouchable, անդիպչելի, հոգևոր բաներից խոսել, ինչ է դա, արդյոք պատասխանատվություն հոգևոր արժեք չի, ճշմարտություն հոգևոր արժեք չի, արդարություն հոգևոր արժեք չի, քաջություն հոգևոր արժեք չի, նվիրումը հոգևոր արժեք չի, զոհաբերությունը չի, սերը չի, հավատքը չի, հույսը չի, ինչի՞ց պետք է խոսենք մարդը։ Որն է դա, որ այդքան վերացական է ու անմատչելի, անտիպչելի, սխալ է դա, կեղծ է, եւ մեր այրերին ասում են ավելի լավ է լինել անհավատ, քան թե կեղծ հավատացյալ։ Այս կեղծիկն է մեր մեջ մտած։ Եվ մենք սրա մասին ենք խոսում։ Այո, ես ասում եմ, որ
մեզ փոփոխությունը պետք, անհրաժեշտ, հրատապ։ Այդ փոփոխությունը չի վերաբերում մենակ այս պստիկ զանգվածը Ապել Նիկողայոսի գործեր եւ ճամփեն։ Միայն դա չի ժողովուրդ, մենք շատ վատ վիճակում ենք գտնվել, եթե միայն դա է։ Միայն դա չի։ Ներսից դուրս փոփոխության մասին է մեր կյանքը ամբողջությամբ։ Ներսից դուրս վախերի փառատման մասին է մեր կյանքը, այս գիրքն է դրա մասին խոսում։ Իմիջիայլոց վախի ամենամեծ ծնունդը ո՞րն է, սուտը։ Ստից ծնվում է վախը, վախից ծնվում է սուտը։ Որովհետև սուտ ես խոսում, հետո վախենում ես, թե ինչու սուտ խոսեցի, հանկարծ կբռնվես, հաջորդում է երկրորդ սուտը։ Որովհետև վախենում ես, որ այդ ստի համար կարող է պատժվես։ Եվ Ադամն էլ այդպես էր, վախեցավ, դրա համար սուտ խոսեց, դրա համար շարունակեց ստել, դրա համար ինքն էլ անկում ապրեց իր թագավորությունն էլ այն ինչ որ իրան վստահված էր դրախտում։ Եվ մեր կյանքը ինչով է ավելի տարբեր դրանից, ժողովուրդ ջան, ինչ այս համեմատությունը որ անում եմ, ինչն է որ նման չի, նույնը չի ավելի ճիշտ։ Ինչն է որ նույնը չի։ Հետևաբար ինչու մեր կյանքում դա մենք չենք կարող գործադրել։ Ինչու մենք պետք է տարանջատ ենք ասենք սա հոգևոր բան է, սա աշխարհիկ։ Սուտ է, ոնց որ ասես, սա մարմինը, սա հոգի է։ Հիմա ամեն մեկի մարմին ու հոգի իրար հետ են, թե հոգի կողքն է նստած մարմնին։ Ոնց է լինում։ Հիմա ես պարոն Մանուկյանին որ դիմելու լինեմ, ինչ եմ ասում, հոգի Մանուկյան թե մարմին Մանուկյան։ Սա խաչիկ։ Կնել ես։ Աշխուս արջև դու եք։ Չէ, մը ոնց եք բաժանում, ես սուտ եմ խոսում, խապում ելի, ասում են աշխարհիկ կրթություն, սա էլի դրա մասին գրված է, իմիջիայլոց առաջի բաժին են զրույցներն են, որոնք ավետյաց երկրում մեր շատ սիրելի Լիլիթ այդ հարությունը 28-ին ամենադժվար ժամանակներում եղել է զրույցը։ Ուրեմն աշխարհիկ կրթություն, աշխարհիկ պետություն, սուտ բաներ են, խաբեբայություններ են, ինչ աշխարհիկ կրթություն, ո՞րն է դա, ո՞րն է այդ աշխարհիկ կրթություն, ինչի մասին եք խոսում, մենակ թվերի, շենքի քարերի, ցեմենտ բետոնի, դա է կրթություն աշխարհիկ, ո՞րն է դա։ Օրինակ Գրիգոր Նարեկացին այդ աշխարհիկ կրթության կոնցեպտի մեջ Սուրբ Գրիգոր Նարեկացին, ո՞ր է բանում գնում։ Որ բաժնում, որ տարակում, որ շերտում, ինչպես է մատուցնում, այսպես կոչված աշխարհիկ կրթության հարթության մեջ։ Ո՞ր սուտ է, կեղծը, չէ՞։ Աշխարհիկ պետություն, ինչ է նշանակում դա։ Բացարձակ արժեք չունի, այլ չունի։ Որովհետև երբ որ այդ տարանջատումը դրվում է, աշխարհիկ պետությունը ո՞րն է, միայն բանակն է, կամ միայն առողջապահությունը, կամ ինչ իմանամ, ուրիշ բան է, արժեք չունի, բացարձակ կեղծ է, և մենք է դրա հետևից գնում, ես չասեմ, որ հեղափոխության հետևանքով ֆրանսիականները ինչ էր և այլն դրանք թողնում է մի կողմ, չեմ են սիրում պատմության էքսկուրսներ անել, իսկապես չեմ սիրում, բայց մտածելու բանը, որպես գաղափար եմ ասում, ժողովուրդ, խաբում են մեզ, երբ ասում են աշխարհիկ կրթություն, աշխարհիկ պետություն, սիմվոլը ինչ է աշխարհիկ պետության, խորհրդանիշը ինչ է, օրինակ, ինչն է, նավը կամ բանի հիմիկվա կառուցող ասել շենքերը, то հենց ամենապարզ բանն ասեմ, զբոսաշրջիկներ, որ Հայաստան գալիս են, որպես ինքնության դրսևորում ինչ են ցույց տալիս, ասֆալտը, ինչ, տանում են բաներ ցույց տալու, որոնք իրենց ինքնության հետ կապված արժեքներն են, որ այդ մարդը չունի այդ նույնից։ Ես չեմ ասում դեռ եկեղեցի, խաչքար եւ այլն, չէ, ասում ինչ որ բաներ ցույց տալու արժեքներ, որ այդ մարդը չունի, այդ ֆրանսիացին դրանից չունի։ Ասելու որ համար ես եմ սա։ Որևէ աշխարհի ծայրում մի հատ խաչքար որ տեսնեք, ինչ կմտածեք դուք։ Կասեք այստեղից բաներն են անցել, կերտել են, կասեք անցած կարող է, կասեք օրինակ բանի գվինե ժողովուրդն կամ ամերիկացիներն են անցել, չէ՞։ Կոնկիստադորները կամ
Չեք ուշացնի, մի մտածեք։ Ուրեմն, ինչու եմ ես դա ասում, որ մեր արժեքային իմաստով, երբ որ ասում եմ աշխարհիկ պետություն, աշխարհիկ կրթություն, աշխարհիկ չգիտեմ ինչ, շատ սուտ է դա։ Այո, հեղափոխական, այսպես ասած, քամի է դա, շունչ է դա, բայց դա ճշմարտությունը չի։ Եվ ինչու ասեց այս բոլոր մասին ամփոփում է, որովհետև երբ որ խոսում են հոգևոր արժեքի մասին, նյութական արժեքի մասին, Սուրբ Գիրքը դրա ներդաշնակով բացարձակ բացատրությունը տվել է, եւ բանը մարմին եղավ, եւ խոսքը մարմին դարձավ։ Սա բացարձակ ներդաշնակ արժեքն է հոգու եւ նյութի, աշխարհիկի եւ ոչ աշխարհիկի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ Սուրբ Գիրքը այո, նաեւ քաղաքական պատմությունը, նաեւ, բայց արժեքների փոփոխության միտված։ Հարց կա, ժողովուրդ ջան։ Շոտ է զայություն։ Առաջ ուզում եմ նշել, որ քիչ անց կլինի նաև գրքերի մակագրություն, ծայագրում եւ ամփոփիչ հարցի համար։ Այստեղ էլ կար հարց։ Այո, վերջին հարցը։ Այստեղ էլ կար հարց։ Շնորհակալություն հայտնել առաջի գրքի հավերկյաց երկրի տեսիլքից հետո մենք գնում ենք ինքներս մեզ հաղթելով։ Դուք ինչպես ձեր առաջին գրքում, այնպես էլ այս գրքում անդրադարձել եք գիտությանը եւ այստեղ շատ հետաքրքիր գաղափարախոսություն ունեք, որ մերժել եք գիտության որևէ կերպ գաղափարականացումը, այսինքն գիտության քաղաքականացումը։ Ես ուզում եմ ձեզ հարց ուղղել, ինչ եք մտածում հայկական գիտության զարգացման մասին եւ այսօր հայկական բավականին շատ դեպքեր գողացում են, այսպես ասած, որ հայկական խաղի, ուտեստների, գորգերի, երթերի, արվեստի շատ բավականին արժեքավոր գործեր գողացում է եւ այսօր կարծեք թե պետության կողմից գտնվում է անպաշտպան վիճակում։ Ես որպես գիտության եւ բիզնեսի ներկայացուցիչ կուզենայի ձեր տեսակետը լսել գիտության եւ գիտական աշխատողների պաշտպանության մասին։ Պարոն Գագիկյան, դա շատ մեծ հարց է, շատ մեծ հարց է։ Այստեղ որոշակի իմաստով ես պիտի խնդրեմ ձեզ այնտեղ բացի այդ վերջի բաժինը, այնտեղ նաև կա գիտության, կրթության եւ մշակույթի մասին առանձին մեծ գլուխներ կան, շատ մեծ գլուխ, գիտության մասին մեծ գլուխ կա։ Ամեն ինչ այնտեղ արձանագրված է։ Հայեցակարգային իմաստով, բացի այդ մենք առանձին կհանդիպենք, լիքը մանրամասն խոսենք, բայց որ պետության առաջին պարտականությունը ոչ միայն պաշտպանել, այլ զարգացնել եւ գիտությունը տեղափոխել կյանքի մնացած ոլորտներ, դա առաջնային պարտականություն է։ Բանակը չի կարող առանց գիտության, գյուղատնտեսությունը չի կարող, տնտեսությունը լայն իմաստով չի կարող, առողջապահությունը չի կարող։ Այսօր գիտությունը այնքան նվաճումների դաշտ է անցել, շատ մեծ դաշտեր է նվաճել, որ մենք չենք կարող ներդաշնակված չլինել դրա հետ։ Սա ոչ միայն պաշտպանվածության մասին է, այլ նրա ներդրման մասին։ Ընդ որում ոչ մեծ գումարներով, դա էլ ասեմ, չեն պահանջում հսկայական մեծ ծավալներով ահռելի քանակության գումարներ, որոնք կարողություններից վեր են։ Բայց պետությունը իր համար առաջնայինություն պետք է սահմանի, առաջնահերթություններ պետք է սահմանի, որի առաջին գծում պետք է լինի հենց գիտությունը։ Ինչու է ասֆալտը քանդվում, որովհետև գիտությունը, բարոյականությունը չեմ ասում, իր հերթին, բայց գիտությունը չի գործում։ Եվ մնացած բոլոր ոլորտներն ու ճյուղերը, մնացած բոլորը, բացի պաշտպանված լինելու հանգամանքը, որ դուք նշեցիք, իսկ մնացած հայեցակարգով կա, իմիջիայլոց ասեմ ժողովուրդ ջան, էկոլոգիայի մասին եմ գրել, էկոնոմիայի մասին եմ գրել, տնտեսության մասին եմ գրել, որ շատ տնտեսագետներ կուզեն սովորել, ոչ ինձնից, ես գրությունից, գիտության մասին է, կրթության մասին է, մշակույթի մասին է, առողջապահությունը ասեց ինձ համար մասնագիտականը նաև խորքային իմաստով։
ընտանիքի մասին, այդ բոլոր ոլորտների մասին հայեցակարգով է գրված։ Կարող են համաձայնվել, կարող են ոչ, բայց այն հիմնասյուններն են, որոնց վրա պետք է ոլորտները կառուցվեն, սրանք ոչ միայն խոսքեր են գրություն թղթի վրա, այլ համոզմունք, ոչ է տեսակետ, համոզմունք, հավատանք։ Այդքանը կարող եմ ասել, բան գալի։ Հարցում ենք, դե հարցեր։ Սեպրազատ հետևյալ հարցնա, ինձ անհանգստացնում են աղանդները, որոնք նաև բացասական դեր են ունեցել 18 թվականին, պատերազմի օրերին, ինչպես է մեր եկեղեցին պայքարում աղանդության դեմ աղանդներին և ինչպես դուք եք գտնում դա պետք է տեղի ունենա և ինչ մենք պետք է անենք, որպես հայ առաքելական եկեղեցու Արդեն հիմնականում ես քիչ առաջ խոսքից մեջ ասեցի դրա մասին, առանց ասելու աղանդներ եւ այլն, երբ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ մեզանից ինքը որպես վկայող պետք է հանդես գա, չվախենա իր հավատքի մասին խոսելուց։ Քարոզչության խնդիրը, ես պոզիտիվ քարոզչության կողմնակից եմ, ոչ թե նեգատիվ։ Այսինքն ես կողմնակից եմ քո արժեքների մասին խոսել, ոչ թե մյուսին շղթելու։ Մյուսները իրենք շղթվածից են գալիս, բայց մենք մեր մասին շատ չգիտենք, մենք մեր մասին պետք է շատ խոսենք, այ դրա մասին է նաև ինքներս մեզ հաղթելու։ Այ երբ որ ես իմանամ իմ մասին, շատ խոսեմ իմ մասին, և մենք պետք է այդ քարոզչությունը, պոզիտիվ քարոզչությունը, ոչ նեգատիվ։ Մերժելով, շղթելով աղանդներին, երբեք դու քո գործը, առաքելությունը չես իրականացնել, դա մի բաժին է ընդհանուր, չեզոքացնելու իմաստով, բայց վակումը երբ որ ստեղծում դու չես լցնում տեղը, ինչ է դառնում ոչ մի բան։ Նույնը քաղաքական դաշտում է, մերժելով, շղթելով տվյալ պարագային ստի իշխանությանը, եթե տեղը չես բերում ճշմարտությունը, արդարությունը, ինչ ես գնելու տեղը, ոնց ես քարոզում դրա մասին, ինչ ես խոսում, ինչ արժեքներով ես առաջ մղվելու։ Ինձ կարծում կոնցեպտը շատ պարզ է, ինձ համար այդպես է եղել։ Մենք որպես նաև ժողովուրդ պետք է քարոզչության մեջ լինենք, չվախենանք դրանից։ Ես ինչպես հասկացա, ուզում ենք ամփոփել, նախ ուզում եմ, ինչպես ասեցի, գրքի սկիզբը մեր 20 թվականի չվերջացած պատերազմի մասին այդպես է սկսել, չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան, չեմ ներելու հանուն քեզ Արցախ, եւ այս խոնարհումը ուզում եմ ասել, ինչպես անում արետով, որ մի հոգի մեր նահատակներից, ծնողներից, ինչ որ տեղ, որևէ փողոցում, խանութում, որևէ տեղ կապ չունի, ներկայ է ինձ համար այդ միջավայրը մաքրամաքրումն է դառնում։ Ինձ համար այդ միջավայրը երկյուղի խոնարհումն է միջավայրը։ Եվ ուզում եմ, որ ամեն մարդու մտքի մեջ այդպես լինի, համոզումի մեջ այդպես լինի։ Եվ այսօր մեր դահլիճում, այստեղ մեր շատ սիրելի ծնողներն են, կլինեն այստեղ առաջի շարքերում, մեջտերները տարբեր տեղերում մեր նահատակ հերոսների ծնողներն են, անուններով դեռ մենք շարունակում ենք մեր գոյությունը եւ ում համար էլ ապրում ենք, ոչ թե իրենք են մեզ համար կյանքներ են ծայել միայն, այլ նրանց համար էլ մենք ապրում ենք, ինչպես միշտ ասել եմ, իրենց արժանի լինելու։ Երկրորդը